Ինչ վերաբերում է առավել եւս գիտեք միջ պետական հարաբերություններում եւ խոսակցություններում բանավոր խոսակցություններին հղում անելը ինքը առանձնապես լավ ժանր չէ, որովհետեւ կարելի ասել մեկը սենց ասեց ներքինում էլ լավ ժանր չի, ընդհանրապես պետք է դրանից իմիջիալով լավ գաղափար տվեցի, հետաքրքիր է, այն մեր խոսակցությունը միջև մտքովս չէր անցել, ձայնագրվածա, թե ձայնագրված տեսնենք, որովհետև 2018 թվականին ցավոք դրա մասին խոսել եմ, ազգային անվտանգության ծառայությունում բավականին նյութեր ոչնչացրել են, բայց մտքովս չէր անցել, մի հատ տեսնեմ ես չգիտեմ, հիմա անդիմադիրներին չեն գաղտնալսում, հիմա գաղտնալսում են նրանց, ում օրենքով սահմանված է գաղտնալսել, բայց ես դա կստուգ եմ։ Բանավոր խոսակցությունը լավ ժանր չի, որովհետև դա մեզ տանում է միտեղ, որ Եթե ինչ դիրքորոշում է կոնկրետ փոխվել, ինչի մասին է խոսում, առաջարկում է ներկայացրել։ Ես հիմա ասեմ, իմ բոլոր դիրքորոշումները արտահայտված են հրապարակային 2018 թվականից դուք իմ դիրքորոշումներն էլ գիտեք, դիրքորոշումների փոփոխություններն էլ գիտեք, կասկածներն էլ գիտեք, տրանսֆորմացիան էլ գիտեք, ելույթներն էլ գիտեք, իմ որևէ տեղում ես կարող եմ մի բան ասել վստահաբար։ Այն օրվանից մինչև այսօր բանակցային որևէ սենյակում ես չեմ ասել որևէ բան, որը կհակասեր հրապարակային իմ արտահայտած դիրքորոշումներին։ Ցանկացած հայտարարություն ստուգելու համար համատեք իմ հրապարակային դիրքորոշումների հետ։ Համընկնում է, չի համընկնում, ուրեմն սխալ է։